Դենսելերս շարունակում առավոտ լուսով վիկենդը, իսկ հիմա ուզում ենք շտապել ներկայացրել մեր հյուրերին, ովքեր տաղավարում են։ Մեր տաղավարում են դերասաններ, շատ գեղեցիկ ընտանիք, որոնց շատ վաղուց էինք էլի միասին տեսել մեր տաղավարում, ու ինչ լավ է, որ մեր տաղավարը կա, ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք նրանց, տեսնում ենք, որ երեխաները ինչքան են մեծացել, շփվում ենք դեսուդենից, ինչպես նաև այսօր պետք է շփվենք, շատ չձգ եմ լավ, Գագիկ Մկրտչյանն է մեր տաղավարում, Լիդիա Գրիգորյանը եւ նրանց որդիները Էդուարդն ու Դավիթը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ նորից մեր տաղավարում տեսնել։ Ասա, ինչ էիր ասում։ Դավիթ, կարող ես խմել, եթե ուզում ես։ Դավիթ, ներողություն։ Ջուրա։ Մաքուր ջուրա։ Մաքուր, ընտիր ջուրա։ Ջուրան հայկական աղբյուրից։ Տեսնում ես։ Դե մինչև լավ, Դավիթը կխմի, մենք շտապենք զրույցին։ Ինչպես է սկսվում առավոտը, մեր դասական դարձած հարցը։ Գժի նման, արդեն ուշացած, չհասցնելով, կրկնում եմ միանգամից, տենց աչալ, բաները միանգամից կրկնում են, վատ խոսքերը։ Արդեն ուշացած կամ Լիդիան թատրոն, մենք երեխեքին պետք է դպրոցներ, բանման, առօրյա, այսպես ընտանեկան բան։ Այսինքն դպրոց տանելը հայրիկի պարտականությունների մեջ է, հիմնականում։ Նախ ուրախան, որ Էդուարդ արդեն մեծ ենք իր ոտքով է գնում, ես արտանում եմ Էդուարդ։ Դավիթին հեսա շուտով արդեն պետք է սեպտեմբերից մենք տանենք դպրոց։ Դավիթ, դու դպրոց չես գնում։ Գնում եմ։ Գնում ես, հա։ Իսկ հասնում եք նախաճաշել առավոտյան, հավաքվել ընտանիքով նախաճաշել, թե ժամանակ չի լինում։ Բացարձակ։ Ամեն մեկը առանձին Սրճել հասնում ենք։ Մենակ սուրճ։ Մենակ շուտ, իսկ դու նախաճաշում ես։ Դե մեկ-մեկ չէ։ Դե դու սպորտսմեն ես ախր, պետք է։ Հա, պարապմունքի օրը նախաճաշում եմ, հա։ Անպայման, մենակ որորը որ պարապմունքներ ունես։ Հա, որ առավոտն է լինում նախաճաշում եմ, հա։ Բայց միշտ խնդրում եմ նախաճաշի։ Վստահ եմ, որ հայրիկն ու մայրիկն էլ կհամաձայնեն, որ դա շատ Չէ, որ ազատ եմ լինում, հետո եմ նախաճաշում։ Հետո որ Հա, որ պարապմունք չի ունենում։ Հա, պարապմունք չի Այդ օրը ունենում, մեկ քիչ նախընտրում է ուշուտի, բայց չէ, պայմանավորվել ենք։ Ուտելը կարևոր է ամեն առավոտ։ Պապան կոֆե, դու ուտելիք։ Ինչպես են անցնում առհասարակ օրերը, ինչպես է անցնում առօրյան։ Երկուսն էլ շատ զբաղված եք, ներկայացումներ, անդադար փորձեր, ժամանակ լինում է միասին անցկացնելու, ընտանիքի հետ անցկացնելու։ երեկոյան, գիշերը, ավելի շուտ։ Գիշերը։ Չնայած որ նույն աշխատավայրում ենք աշխատում, բնակարաբար հանդիպում ենք այդ ընթացքում, բայց միասին անցկացնել օրը միայն գիշերն է լինում, երբ հավաքվում ենք, երեխաներին քննացնում ենք, մի երկու բառ կարողանում ենք փոխանակվել եւ անցնել քնելու։ Հիմա ասեմ այդ երկու բառ փոխանակվելը որն է, մեր ընկերներից մեծամասնություն հավաքվում են մեր տանը։ Ես ինչպես միշտ պետքա շատ մսերով ինչ-որ բան պատրաստեմ, ու զրույցը տևում է մինչև գիշերը ժամը 4-ը, այդ մեր առօրյանը։ Ու հետո առավոտը Այսինքն դուք նախաճաշում եք առավոտ։ Նախաճաշած քնում եք։ Գիտեք ինչ է սպասվում գիշերը դրա համար։ Դեր ենք պահում։ Բայց իրականում ընտանիքով ինչ-որ մի կերպ այս հագեցած գրաֆիկի մեջ թեկուզ քաղաքից դուրս գնալ կամ ինչ-որ մի հանգստյան օր, չգիտեմ, թատրոններում երկուշաբթի է, չէ՞, մեզ մոտ երկուշաբթի է, ձեզ մոտ է։ Երկուշաբթի օր, չէ, չի ստացվի, լավ, հասկացա։ Էդուարդը Դպրոց, շաբաթ կիրակի չկա։ Հիմա արձակուրդ է։ Երբեմն լինում է, երբ մենք ներկայացման չենք լինում, փորձում ենք հագեցած գրաֆիկի մեջ գոնե ամսվա մեջ երկու անգամ ստացվում է։ Հա։ Այս են անհարմար հարցերից մեկն է, սա արդեն անցանք, միանգամից հիմա արդեն միշտ ասում են, չէ, բանտանիքով ինչ կան, դե հիմա աշխատում են։ Ես հիմա կարճ փորձեմ ներկայացնեմ ոնց է լինում, օրինակ եթե գնում ենք ամառանոց, փորձում ենք, այսինքն մտածում ենք ընտանիքով թեթև հանգստանանք։ Ճանապարհից արդեն սկսում ենք զանգահարել բոլոր ընկերներին, ու 1-2 ժամ անց ամեն մեկը տարբեր տեղերից նորից մի մեծ առիթ է դառնում։ Իսկ չի ստացվում այդ հանգիստը մեր մոտ շատ քանակով մարդկանցով ապահովված միշտ։ Դե բայց դա էլ իր դրական կողմերն ունի կարծում եմ, չէ՞ որ դա էլ է առիթ թեկուս ուշ ժամի, մենք մի քիչ սովորենք այդ ժամերը մեզ համար է նորմալ մարդկանց համար է աննորմալ, հավաքվել, միասին շփվել, քննարկել, ամեն դեպքում դա իր դրական կողմերն ունի։ Քննարկելու միշտ նոր հարցեր, միշտ։ Այ հենց այդ որ քննարկում եք, ինչ նորություններ կա, վստահ եմ այդ քննարկումներից ծնվում են նոր գաղափարներ, նոր նախագծեր, ներկայացումներ, գուցե կարիերայում ինչ նորություններ ունենք։ Ես կարճ ասեմ, Լիդիան ինձ թվում է այդ կավելացնի, ես այն ինչ որ հիշում եմ ասեմ։ Ֆիգարո ներկայացումը, որը որ դրամատիկական թատրոնի խաղացանկից որոշ ժամանակով դուրս էր եկել, հիմա փորձում ենք վերականգնել, այսինքն հեսա շուտով կսկսենք փորձերը վերականգնել, փոքրիկ կրճատումներ, փոփոխություններով։
Այսպես ու նորից խաղանք Ֆիգարոյի ամուսնությունը։ Ունենք արդեն վերականգնված նոր ձևաչափով գանգստեր մաքը, որտեղ նորացված են հագուստները, պարերը, որոշ բեմադրական փոփոխություններով եւ բեմանկարչությունը, այո, բեմանկարչությունը։ Իսկ աշնանը կլինի նոր ներկայացում, կկոչվի Քին 4-րդ, Գրիգորի Գորինի ստեղծագործության հիման վրա բեմադրելու է Հրաչյա Հարությունյանը։ Հրաշալի, այսինքն նորություններ կան դեռ։ Այո։ Լիզա, դու մի անգամ հարցազրույցներից մեկում նշել ես, որ միշտ նախապատվությունը տալիս ես թատրոնին, այս տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվել է, թե նույնն է դեռ ամեն ինչ։ Նույնն է ամեն ինչ։ Ավելի շատ է նախապատվություն տալիս։ Կարծրատիպեր կան, որ չեն կոտրվում, երևի դա թատրոնի հետ կապված իմ առայժմ այդպես է։ Իսկ այս ընթացքում որևէ դեր, հարցի իհարկե երկուսի տեղ ուղղված, որ կերտել եք այդ դերը եւ փոխել է ձեզ ինչ-որ բանով այդ դերը կամ գուցե ամոռանալի է պարզապես։ Դիպուկ հարց, խնդրեմ։ Խնդրեմ։ Պատասխանատու պատասխանել Լիզա ջան, քեզ է թողնում։ Փոխել, բնականաբար ցանկացած դեր նոր էմոցիոնալ դաշտ է առաջացնում, նոր վիճակ, նաև երբեմն այդ իրավիճակները մնում են քեզ հետ, նաև կյանքում մենք փորձում ենք հնարավորինս բացասական եւ դրական կողմերը դասակարգել եւ բացասական կերպարները ազդեցություն որպեսզի չունենան մեր վրա, իսկ դրականը բնականաբար փորձում ենք ճանապարհ տալ, որպեսզի ավելի ու ավելի լայնանա։ Վերջին շրջանում Համլետ ներկայացումն ա եղել, որտեղ որ ես Համլետ եմ խաղում։ Մենք արդեն ունեցել ենք դա շատ բարդ ինձ համար ճանապարհ էր եւ մինչեւ այսօր ա բարդ, ամեն անգամ ինձ հետ մարտնչելով, կռվելով, բարշելով բեմ են բարձրանում, դա երևի դերի ազդեցությունն է, ունեցել ենք երկարագուլպա Պեպի ներկայացումը մանկական, որը թվում է թե մանկական ներկայացում է, բայց ես կարող եմ ասել միանշանակ դա բարդագույն դերերից մեկն է եղել իմ, որը ներքին հուզական մեծ աշխարհ է առաջացրել, չնայած որ այդ երեխան շատ ուրախ երեխա է, բեմում երբեք իրան լացելուց չես տեսնի, իսկ ես գնում էի գիշերները փորձից հետո տուն ու սկսում էի էմոցիոնալ ֆոնը սկսում էի լացել, վախենալի էր ինձ համար, ինչի էր այդպես տեղի ունենում ինձ հետ, այդպես կարող եմ այդքանով ասել, ինչ ազդեցություն են ունեցել վերջին դերերս ինձ վրա։ Իսկ ամեն ինչին ես պետքա դիմանամ։ Այդ շատ կարևոր կետ է։ Քո եւ յուրաքանչյուրին հարգող ամուսնու առաքելությունը հենց դրանում է կայանում, որ մենք որպես հենասյուն հանդիսանանք մեր կանանց համար, վստահ եմ ինչը որ դու շատ Հորցում եմ, առայժմ ստացվում է։ Լիզ, բայց լավ է, չի ստացվում Գագոյի մոտ։ Շատ, ես գոհ եմ։ Լավ դու լավ մարդ։ Տեսնում ես, երբեմն լինում է պատմությունը պատմեմ, ես որ հիմա ասում եմ լավ մարդ ես։ Իհարկե։ Ուրեմն եկել եմ գիշերը 2-3-ն աշխատանքից հոգնած եկել եմ տուն ու պատրաստի ոչ մի բան չկա ուտելու։ Ես իհարկե նախորդ պատրաստված եկել եմ, ես գիտեմ դե առաջի անգամ չի 20 տարի միասին ապրում ենք։ Եկա սկսեցի մսերը կտրտել, կանաչին, սոխը, բան, մի խոսքով սենց մի հատ կոնկրետ թեմա եմ սկսել, մեկ էլ Լիդիան կիսա քնած եկավ սենց նայեց։ Բայց դու ինչ լավ մարդ ես ու գնաց քնել։ Դե բայց իրոք է ժամին ես էլ որ Արտման հետ տեսնեի դու ինչ գործությունում հաստատ նույնիսկ կընկերակցեիք ես լավ մարդու հետ։ Պատրաստվում մենակ չուտելու համար։ Կարմիրի դեպ շատ է սիրում պատրաստել, ես չեմ խոչընդոտում նրան, քանի որ շատ է սիրում պատրաստել, դրա համար ես երկրորդ պլան եմ ինձ դրսևորում։ Հարցս ուզում եմ ուղղել քեզ Էդվարդ, հետաքրքիր է հայրիկն է լավ պատրաստում, թե մայրիկն է լավ պատրաստում։ Երկուսն էլ լավ են պատրաստում։ Իսկ ավելի շատ ումն է պատրաստածն սիրում ուտել։ Երկուսի պատրաստածն էլ հավասարաչափ սիրում ու լավան։ Եթե երրորդ հարցն նմանատիպ կերպով տամ դու նույն կերպ ես պատասխանելու, որ երկուսն էլ լավ չեմ տավորում Ոչ երրորդ ոք չի հարցը։ նեղանա, չէ, կարաս ասես որ հայրիկը ավելի լավ է պատրաստում։ Լավ, օրինակ հայրիկը երկու անգամ նշեց միս մսեղեն, որ մսից պատրաստված ուտեսներ միս օրինակի համար պատրաստել հայրիկի մոտ է լավ ստացվում, թե մայրիկի։ Ավելի շատ միսը հայրիկի, բայց ձվածեղը մայրիկի։ Ահա, հասկացանք, այո, հասկացանք։ Բայց քանի որ դեռ խոսում ենք մինչև խոհանոցին գալը, այդ շատ սիրելի դաշտ է իհարկե, բայց մինչև թատրոն էլի մի քիչ խոսենք նորից։ Առհասարակ ձեզ համար կա հասկացողություն լավ դեր, թե դերը դեր է։
Ինձ համար դերը դեր է, կան տարբեր բնավորության դերեր, նայած թե որն է համապատասխանում քեզ կամ որն է ավելի մոտ, կան դերեր, որոնք որ ավելի լավ է դու չմտնես դրա տակ, որովհետև դա դու չես կարող ոչ թե հնարավորությունները տա պակաս, այլ քո հետ չի համապատասխանում։ Հասկանում եմ, բայց նկատի ունեմ բացական կերպարներ, դրական կերպարներ, կամ օրինակի համար մի կերպար, որ երբևէ չի եղել ու հիմա ղեկավարությունը գուցե լսում է, ասենք որ կերպարներ, որ տես է ինչի չեն տալիս։ Ես երբևէ չեմ ունեցել նման նախապատվություն կոնկրետ մի դեր խաղալ, որը երազանք է ինձ համար, որ ես ուզում եմ նման կերպար մարմնավորել, երբեք չեմ ունեցել։ Ես սիրում եմ այն ինչ որ ինձ տրվում է, այդ առաքելությունը վերցնել ինձ վրա եւ գնալ առաջ։ Իսկ բացասական թե դրականի հետ կապված ինձ թվում է ցանկացած դերասան արդարացնի իր կերպարը, այո, ու դրական ու բացասական մարդ նայած որ անկյունից ես նայում, մեկի համար դրական է, մեկի համար ցանկացած մարդ ինքի համար ավելի բարդ է խաղալ։ Ավելի չէ։ Բայց միշտ հետաքրքիր է ցույցել ինչու է բացասական, ինչու է ավելի շահեկան է խաղալ, որովհետև այո, դերասանի համար շատ շահեկան է խաղալ բացասական կերպար, որովհետև լիքը խաղալու բան կա մեջը, շատ ավելի խոսում հենց նայել Բացասականները վերջում շատացել են իմ մոտ, ես դրանից ավելի ուրախ եմ։ Դե խաղարկային ավելի հետաքրքիր է ամեն դեպքում։ Հա, կապված ներկայացումների հետ, ամեն ներկայացում նոր բան չեմ ասի, բայց ամեն ներկայացում կապված իր դերասանական այն սաստավի այն խմբի հետ, որոնց հետ աշխատում ենք, ունի կոնկրետ մի աուրա։ Այդ օրվա, այսինքն թատրոնը նույն թատրոնն է, շենքը նույն շենքն է, բեմը նույն շենքը, նույն բեմը, բայց այդ օրվա հավաքված մարդկանց այդ ներկայացման լոգիկա ամբողջը փոխվում, այսինքն տրամադրությունը այդ օրվա ներկայացման դրի ուրիշ է, դա չի կրկնվում, այսինքն մեկ-մեկ լինում է նույն ներկայացումը դու կարող ես սովորական խաղացած լինես, բայց մեկ էլ զգում ես, որ ինչ որ լավ փոխվեց ինչ որ ամեն ինչ։ Այսպես է կախված է քո այդ գործընկերներից, ում հետ ես դու խաղալու, նաև բան կոլեգիալնես է այդ օրվա այդ ներկայացման այդ պրոյեկտի շուրջ հավաքված ինչ ձևավորվեց այդ ձևավորումը պահելու նախ շատ մեծ պատասխանատվություն կա այն լավ վիճակը որը համախմբվեց ու եղավ ու կայացավ պրոյեկտը պատասխանատվությունն ենք դա պահելու ժամանակի ընթացքում թե համերաշխության առումով թե մեկը մյուսի պատասխանատվության առումով ու շատ դեպքերում նույն ներկայացման ամեն կերպար գիտի մնացած կերպարների ամբողջ տեքստերը գիտի ամբողջ տեսարաններին որ վարքյանին ինչ է անում որտեղ շատ դեպքերում թե աղջիկների թե տղեկի շրջանում բոլորը չեն տարվում իրանք իրանցով։ Եթե այնտեղ ինչ որ մեկը շոր մոռացավ կամ ինչ որ բան, այն մյուսը այնքան վարպետորեն է դա անում, որ ամբողջ չկայանա։ Ու այս ինձ շատ է դուր գալիս նաև թատրոնի այս դրվածքը թատրոնից դուրս կյանքի մեջ, պատասխանատվությունը մեկը մյուսի հանդեպ։ Հրաշալի, բայց վստահ ենք, որ նաև դժվարություններ են չէ լինում ամեն դեպքում թե թատրոնում, թե փորձերի շրջանակներում, ներկայացումների եւ նաեւ առօրյա մեր կյանքում։ Հետաքրքիր է դժվարությունները ինչպես է կարողանում միասին հաղթահարել։ Հեշտ։ Ինձ համար շատ հեշտ։ DJ կյանքում եթե կա թատրոնը, ինքը յուրաքանչյուր դժվարություն կհաղթահարի, որովհետեւ թատրոնը իրան ամեն ինչից բան անում։ Եթե դժվարությունները թատրոնում են, թե չեն լինում։ Չէ, չեն լինում։ Ես իմ անձնական դժվարությունները հաղթահարում եմ թատրոնի միջոցով։ Այսինքն բանաձևը դա թատրոնն է։ Ինձ համար հա։ Ես եմ կարող չհասնել Գագիկին, դու նաև տատուի արտիստ ես, տատու վարպետ ես, ինչպես ես կարողանում այս ամենով հասնել, զբաղվել եւ համադրել այդ ամեն ինչը հիմնական աշխատանքի։ Եթերից հետո ես ունեմ գրանց ու պետք է շուտ իջնեմ ու սկսեմ աշխատել։ Այս հենց արանքներում ինչև ներկայացումից հետո, այսինքն այդ ընթացքում աշակերտներ կամ բան ամեն ինչ այս հենց խառն է, որովհետեւ կա որ ծանր ներկայացումից հետո բոլորը դու հաստատ գրանցում ունես, չէ՞, հա, ու ես նորից իջնում եմ սալոն։ Ինչն է ինձ ոգևորում այդ երկու մասնագիտության մեջ էլ որ աշխատանքս ու գործս հենց մարդու հետ է։ Հայ Նոր ծանոթություն, նոր պրոյեկտ ու ամեն ինչ պետք է սկսես զրոյից։ Ոչ մի բան ինչ որ հիմքից չի սկսվում, որովհետև ծանոթանում ես նոր մարդու հետ ու շատ պատասխանատու գործ է։ Տատու անելը, որ ամբողջ կյանք ամենալու, գտնել այդ կոնտակտը ու գտնել նկարի այն կատարման տարբերակը, որով ինքը ժպիտով ու շատ ուրախ գոհ շնորհակալ կգնա, նույն բանը ինչ որ ներկայացումից հետո այդ վերջի ծափահարությունն էր, այսինքն կատարվեց։ Այս ինձ պահում է, չգիտեմ, դրայվի մեջ։ Դե դրանից ազատվել չի լինում։ Համ փորձ, համ տատու, համ
սոցիալական հարթակներում ակտիվությունը, այդ ոնց է կակել հարցը։ Համ Դավիթը, Էդուարդը։ Սոցիալական հարթակում Դավիթ Էդուարդը։ ես ակտիվ չեմ, այդ մեկը դերել եմ մի կողմ սոցիալական հարթակներում։ Բայց դու լավ ակտիվ ես։ Փորձում եմ ակտիվ լինել, որովհետև մարդիկ սպասում են աշխատանքների արդյունքները տեսնելու կամ հետո ոնց որ դերասանի համար թատրոնի շատերը ուղղակի արդեն որոշ ներկայացումներ հետո սիրում են այդ մարդուն, գալիս են իր նոր պրոյեկտը տեսնելու, ոչ թե ուղղակի ներկայացման համար, այսպես է լինում։ Նաև տատու արտիստի դեպքում պետքա սիրեն այն մարդուն, ով որ իրանց վրա հետ կա թողում։ Նաև այդ պատասխանատվությունը կա, որը շարումով քո առօրյայից տեղեկացնելու կամ քո զբաղվածությունից։ Կամ որևէ երազանք, որը որպես ընտանիք միասին ունեք եւ ինչ քայլեր եք ձեռնարկում այդ երազանքին հասնելու համար, եթե գաղտնիք չէ, եթե կարող եք ասել։ Ես կարող եմ ասել, որ ուզում եմ իմ երկու տղաներն էլ մեծանան այն գրագետ ու խելացի ազատության մեջ, որով որ իրանք կլինեն մնացածի հանդեպ արդար առաջին հերթին։ Ու իրենց ուրախացնեն իրենց առաջընթացով, բայց ես առաջին հերթին ուզում եմ իրանք լինեն շատ ազատ։ Ես չեմ սահմանափակում իրանց ազատությունը, ուղղակի որոշակի փոքր խորհուրդներով փորձում եմ բերել այն բանի շուրջ, որ պետք է մարդկանց էլ սիրել, ունենալ շատ ընկերներ, այսպես մնացածը ես շատ դեպքերում տեղյակ չեմ Էդուարդը առավոտից ուրա։ Պարապմունքի, հետո, այսինքն դպրոց, հետո ֆուտբոլի, հետո այստեղ գիշերոնը այդ ուր է իր ամբողջ օրը։ Ես չեմ սահմանափակում, որովհետև վստահ եմ Էդուարդի այն ազատության վրա, որով ինքը շատ ուշադիր է։ Դե ինչ, նախ շնորհակալություն բոլոր անկեղծ պատասխանների համար, բայց դեռ մենք չենք վերջացրել մեր հանդիպումը այսօրվա, որովհետև պետք է առաջարկենք միասին խաղալ, ընտանեկան խաղ ի դեպ, եթե դեմ չեք։ Շատ լավ, շտապենք ներկայացնենք կանոնները խաղի։ Դու այնքան լավ ես ներկայացնում։ Այս տարայի մեջ կան բառեր, թղթի մեջ գրված, դուք պետք է կարդաք այդ բառը եւ փորձեք մնջախաղի միջոցով մեր մանկության այն խաղերից պես փորձենք բացատրել թե ինչի մասին է խոսքը բացատրել թե մենակ շարժումի միայն շարժումներով միայն շարժումներով ցույց տալել չի կարելի այսինքն համարենք այդտեղ կա գնդակ եթե այստեղ լիներ գնդակ մենք չենք կարող ասենք այս է բաժակը չես կարող հա եթե բաժակ լինի բաժակը չեն կարող ստալ մատով որ հես այս է պետք է մենք փորձենք նկարագրենք մեր մարմնի պլաստիկայով ճկունությամբ հա դեմքի միմիկայով ով է սկսում։ Ես կգամ։ Շատ լավ։ Համեցեք։ Հիմա Դավիթ դու պետք է փորձես գուշակես թե papan ինչ է ցույց տալու։ Բալետ, կարապը, պարել, բալերինա։ Չեմ կարա, չէ, խոսամ ոչ մի բան։ ու բայց հայերեն տարբերակով։ Պարուհի։ Հրաշալի։ Ահա, Պարուհի։ Իսկ հիմա Լիդիան է գալիս։ Բայց ասեմ որ հանճարել ցույց տվեցի։ Ես ինքս հիմա զարմացած եմ։ Ես զարմացած եմ իմ վրա, որ դու զուգա գուլպա ես ուզում հակնել։ Պարոն պապա։ Բայց Էդուր Դավիթ, բայց դու պետք է ակտիվ խաղաս։ նայի։ Ուշադիր նայեք։ Սա քո սիրած թեման է կակու։ Բայց այդ եթերային չի։ Քո եթերային է։ Այն ինչ որ դու չես անում, բարբերաբար։ Դավայ, Ընտանեկան գաղտնիքներ են բացահայտում։ Արդուկ, արդուկ, արդուկ։ Հրաշալի։ այն ինչը դու չես անում, պաստոր։ Սուտ ասում, բայց չէ, դա ոչ չգիտեմ։ ամբողջովին։ Դու իրոք շատ լավ, բայց դու պետք է ընտրես։ Սիրո մեծ դրսևորում է, երբ որ ես այդ գործողությամբ տեսնում, ու այդ իրա շորը չի իմն, հա։ Դե այդ տուրից Էլի կարաս բաներ ցույց տաս։ մի քիչ ավելի հասկանալի փորձի։ Դուր բացել։ Դուր, մաման գուշակեց։ Դուր։ Շատ Շատ լավ։ լավ տվեցիր։ Դավ դու կարաս խաղաս։ Դու էլ վերցրա Բայց թող։ ասես բառը կարդա։ Արի միասին կարդանք որ մաման պապան պետք է չտենա։ Բայց մաման պապան տեսնվեց եկա։ Արիական չի տաս։ Այս բառը լավը չի, արի։ Արի։ Մյուսը էդի լավը չէ։ Չեք ծիծաղում։ Ոչ մեկ չի ծիծաղում։ Նեղանալ, ամաչել։ Տխուր։ Ահա։ Պապան գուշակեց, ապրես։ Ապրի Ությունն է, տեսակ ինչ բարդ բանը գուշակ ցույց տվեց Դավիթը։ Ապրես։ Հիմա դու գնում ես նստում ես այնտեղ, գալիս է պապան։ Դավայ պապ։ Լավ կբացատրես։ Փորձ է։ Այ,
ուզում եմ բարերով ասեի։ Հա։ Ալդինիկը բացում ես ուտելու բան չկա։ Դատարկ սոված ես։ Հա, Սով։ կարճ։ Սա հենց այն բառն էր, որ մենք չենք կարող հաստատ բացատրել։ Ամբողջ հասկացա, որ գալիս եմ տուն սոված եմ բացում, ոչ մի բան չկա։ Գնա։ Պրոստը որ ես ցույց տվեցին, ինձ թվաց տուն։ Տուն, հա, գալիս եմ տուն։ Տուն։ Սարանը բացում է, Սառնարանը բացում եմ, ոչինչ չկա։ եւ միանգամից միսը հանում է։ Բերել եմ հետս, որտեղ ուտել։ Ես դինամս։ Ապսե։ Ապսել Սեր բառը։ ապսել։ Այո։ Չէ, մենք մյուս անգամ ավելի լավ կպատրաստենք։ Այո։ Պահարան։ Ահա։ Իսկապես ավելի բարդ Արի բառեր են։ սպահարանը ստեղ դնենք։ Արի Դավիթ։ Հիմա քո հերթն է։ Հա, տեղ պիտի դնենք։ Դու ընտրեցիր պահարանը։ Այնտեղ իմ չհարկած շորերն են։ Հա, բայց papai մամային ցույց տու։ Sister։ Պար։ Չէ։ Մի հատ էլ Մատ էս ձերքը ճիշտ պահի։ Այսինքն Գիտակ նվագել։ Ապրես Դավիթ։ Բայց հասին արեցինք, հա, Դավիթը։ Ապրես։ Ամենալավը Դավիթը խաղաց։ Ձեզ շատ շնորհակալություն։ Մենք իրականում շատ լուրջ պետք է պատրաստենք, որովհետև դուք ընտանիքով շատ լավ եք տիրապետում այս խաղին ու շատ երկու բառով իրար։ Այո։ Հետաքրքիր գիտեք բայց որ շուրջ հավաքվել ուրեմն։ կարող են Շարի խաղալ երկուսին շուտ գիշերը պայմանավորվեցինք։ Ես համը բաներ կսարքեմ համեցեք։ Մենք էլ խաղը ավելի լավ կպատրաստենք, ուրեմն ավելի բարդ տարբերակներով, տարբերակներով։ որ մի քիչ դժվար լինի։ Շատ շնորհակալություն ձեզ, այս լավ օրվա շարունակություն եւ թող հանգստյան օրերը միշտ այսպես ընտանիքի շրջանակներում անցկացվի, ունենանք մենք այդ ժամանակը, որպեսզի մեր երեխաները շատ շփվենք։ Դավիթ համաձայն ես, ուղղակի սենց արա։ El primo։ Մեկ էլ այն մյուսի անունի չէր։ Քո սիրած հերոսը որ խաղում ես։ Brawl Stars։ Brawl Stars։ Վահիրոսը։ Բա ոնց, մեր տանն է Դավիթ, ուղղակի Վահագանն է։ Լեոնը։ Ինքն էլ է տենց խաղում։ Շնորհակալ ենք ձեզ առավոտը մեծ ստելու համար։ Շնորհակալություն։ Սիրով։ Իսկ մենք սելի հեռուստադիտողներ շարժում ենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք տաղավար։